Սիվիլնեթը Վանաձորի 23 կոտորակ 53 ընտրատեղամասում է գտնվում, այստեղ քիչ առաջ ուղղորդման դեպք նկատեցինք, երբ բակում անձանցից մեկը քվեարկության եկած կնոջը ասում էր, որ գնա եւ միայն 16-ը վերցնի, մենք զրուցել ենք նաեւ այդ կնոջ հետ, ում փորձել էին ուղղորդել Նաև կփորձենք հասկանալ, թե ընդհանուր առմամբ այստեղ ընտրության եկողների տրամադրությունը ինչպես է, ինչպիսին է այստեղ հոսքը։ Վանաձորում 2021 թվականին ազգային ժողովի ընտրություններում մասնակցությունը կազմել էր 47.55%, իսկ մասնակիցների 58%-ը ձայնը տվել էր քաղաքացիական պայմանագրին, սակայն նույն թվականին կայացած թիմ ընտրություններում ընդդիմադիր ուժն է ավելի շատ ձայն ստացել, իսկ ընտրությունից օրեր անց հենց այդ նույն ընդդիմադիր ուժի թեկնածուն Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել էր, այնուհետև կալանավորվել։ Իսկ ես լսեցի, որ ինչ-որ մեկը ձեզ ասում գնա ասա 16-ը տան մնացածը պետք չի։ Ինչ արեցիք։ Իր կարծիքն ունի, ամեն մարդ իր ընտրությունն ունի, ով ինչ կաս ինձ չի հետաքրքրում, ես իմ ընտրությունն եմ արել։ Ես ինչի են այդպիսի բան ասում։ Հաջան։ Այսինքն իրենք ասել են, բայց ձեր ուզածով եք ընտրել։ Ես իմ ուզածն եմ ընտրում, ինձ ոչ մեկը ոչ մի բանով չի կարա փոխի, ես իմ կարծիքն ունեմ, տենց։ Համացանցում մի հատ տեսանյութ եմ տեսել ես ընտրատեղամասի հետ կապված, որ քվեաթերթիկները առանց ընտրողի մասնակցության են հավաքում, դրա հետ կապված ինչ կասեք։ Ինձ թվում է դա մեծ խնդիր չի, որովհետև հերթեր է գոյանում, դրա համար կարող է մի քիչ շուտ հավաքեն։ Դա մեծ խնդիր չի, բայց եթե ցանկանում են արդեն իրանց դեմն ենք հավաքում, նոր տալի իրանց։ Եթե նմանատիպ դեպք լինում է նույնիսկ հատիկ ես նայում եմ, տենամ բոլոր քվեաթերթիկները տեղում են, թե ոչ։ Նախորդին ստեղ չեմ եղել, չեմ մասնակցել, հիմա արդեն ստեղ եմ մասնակցում։ Իսկ ինչ ակնկալիքներ ունեք այս ընտրություններից։ Ամեն դեպքում լավ։ Հուսով ենք ամեն ինչ լավ կլինի։ Իսկ ընտրություն կատարելուց առաջ ինչին եք առաջնահերթություն տալիս։ Խաղաղություն լինի, ժողովրդի համար ամեն ինչ լավ լինի, մեր երկիրը բարգավաճի ծաղկի, դրանից ավելի ինչ է պետք մեզ։ Կարևորել եմ արդարությունը ու խաղաղությունը։ Զինվորների համար, որ երեխաները գնան, ծառայեն խաղաղ երկնքի տակ։ Իսկ նախընտրական ծրագրեր ուսումնասիրել եք։ Ճիշտն ասած, չէ, չեմ ուսումնասիրել, բայց լավ կլինի։ Եթե Նիկոլ Փաշինյանը անցնի ու հուսով եմ անցնելու է, լավ կլինի։ Որոշ աշխատել են բոլորից ինչ-որ բան նայել, կարդալ։ Ամենաշատը ինչին եք ուշադրություն դարձրել ծրագրերում։ Խաղաղության, միշտ խաղաղություն լինի։ Լավ որ չեմ կարող ասել ոչ մի բան։ Ակնկալիքները լավի վրա եղնի, ոչ մի բան։ Ես իմ լատենանք ինչ կլելի։ Ուզում ենք հասկանալ ինչ որ կուսակցություն, թեկնածու ընտրելիս, ինչին եք առաջնահերթություն տվել, ինչն եք կարևորել։ Ծրագրի ծանոթ ենք ամեն ծրագրին ծանոթ ենք ու ցանկանում ենք որ լավն եղնի ժողովրդի համար, ուրիշ ոչ մի բան ու խաղաղություն լինի։ Տարօրինակ մտածելակերպը անորոշ վիճակ, չգիտենք ոնց կլինի, բայց համ ուզում ենք խաղաղություն, համ ուզում ենք հայրենիքին բարելավում լինի, չգիտենք ոնց կստացվի, բայց տենանք։ Չգիտեմ Ազիզ ջան, հույս չկա ոչ մեկի վրա, հույս չունեմ, ուղղակի եկել եմ ընտրության, բայց անհույս։